Դուք Արարատ ցեմենտի աշխատակիցներ եք, այն գործարանի, որը 2 օր չի աշխատում, ձեր անունները հայ եւ ինչ եք աշխատել գործարանում։ Անունս Ցողիկ, աշխատում եմ Հունքալուրի արտադրամասում որպես հասարակ բանվորուհի։ Իմ անունը Անուշ է, ես աշխատում եմ գրասենյակում որպես գործարար։ Երկրորդ օրը չեք կարողանում գալ աշխատանքի, երեք էլ իրավապահներն էին հստակ գրոհել, կապարակնություն են դեռները գործարանի, ինչպես է տեսնում այս խնդրի հանդիպալուծումը ձեր անելիքները։ Սկսեմ ձեր հարցի հենց առաջի սկզբից, բառից, երկրորդ չէ, երրորդ օրը ճշտում մտցնենք, արդեն երրորդ օրն է, ինչպես նշեցիք, ես իմ տեղը չեմ գտնում։ Ես ընտանիքում իմ տեղը չեմ գտնում, սա լինելու բան չէր, այս հսկայական գործարանի նկատմամբ, որ այսպիսի վերաբերմունք ունեցան։ 15 տարուց ավել ես աշխատում եմ այստեղ, այսպիսի բան չի եղել, մենք շատ գոհ ենք, գործարանը կարելի ասել առանց ընդմիջումների աշխատել է, մենք հարկադիր պարապորտի ժամանակ վճարվել ենք, Հայաստանում ես չգիտեմ նման մի տեղ, որ մարդը չաշխատի, թեկուզ հարկադիր պարապորտի դեպքում եւ տվյալ աշխատակիցը վճարվի։ Այդպիսի տեղ ես չգիտեմ, եթե դուք գիտեք, ասեք, ես չգիտեմ նման բան։ Ղեկավարությունից շատ գոհ ենք, խնդիր չկա, որ մոտենաս, դիմես ու այդ խնդիրը լուծում չտրվի։ Անմիջապես հետևողական է ղեկավարությունը, գոհ ենք, անաշխատունակության թերթիկով վճարվում ենք, արձակուրդը կա, անխափան աշխատում ենք, շատ ցավալի է մեր համար, ու հիմա մենք կանգնած ենք մի հատ մեծ, չգիտեմ, խնդրի առաջ, ու մենակ մենք չենք, բոլորս ենք, հարկեր, վարկեր, տուրքեր, կոմունալներ, չգիտեմ, այս ոնց պիտի լինի։ Երկրի ղեկավարությունն ասում են, Արարատ ցեմենտի անօրինական կետորահաս Ալկյանը դարձել, ո՞ւց է դուք այդ մանրամասն չեք տիրապետում չգիտեք, հա, ինչպես է եղել դեռները առաջ, ասում են պետք է պետականացվի։ Այս սրա վերաբերյալ դուք ինչ կարծիք ունեք եւ Ես իրավաբանական կրթություն չունեմ, ոչ էլ փաստաբանական կրթություն չունեմ, այդ մասով ես չեմ կարող արտահայտվել, բայց ես ճիշտ է նշեցի բանվորուհի եմ աշխատում, բայց կրթությամբ հաշվապահ տնտեսագետ եմ, այս տեսանկյունից եմ ես նայում, որպես հաշվապահ տնտեսագետ, եթե այս գործարանը չաշխատի, սա մի մեծ շղթա է, որի օղակներից մեկն էլ հանդիսանում ենք մենք, ճիշտ է, եթե գործարանը չաշխատի, ուրեմն բանկ, դպրոց, մանկապարտեզ, անգամ կոշկակարի մոտ մենք չենք կարող այցելել, ճիշտ է, որպես տնտեսագետ եմ ես ասում, կոլապսի ենք ենթարկվելու մենք բոլորս, թող այս խնդիրը մենակ մեր տուն չի, շարքով մտնելու է։ Զրուցել դուք երեք աշխատանքի եք եղել եւ իրավապահների եկել են փոխադրությունների։ Ոչ չենք եկել աշխատանքի, մեզ տեղյակ պահեցին, որ փակված է գործարանը, մարդիկ են եկել, ներս չեն թողնում, ուղղակի մուտքի մոտ սպասել ենք, ահագին ժամանակ, հետո մեզ տուն են գնացել, չեն թողնել իրավապահները բոլորս տեղը։ Չէ, ներս չենք մտել։ Ասացի, որ գործողություն է։ Հա, գործողություն է, քննչական գործողություն է կատարվում։ Ինչքան ժամանակ է դուք աշխատում եք գործարանում։ Ես 97 թվականից աշխատում եմ, շատ գոհ ենք, մյուս ղեկավարների հետ ենք աշխատել, բոլորից էլ գոհ ենք, բայց մեր բարոն Ծառուկյանից շատ գոհ ենք, շատ սիրում ենք իրար, չենք պատկերացնում, որ առանց Ծառուկյանի մուլտիգրուպը մենք չենք պատկերացնում, ինքը շատ, ես կուզեի, որ Հայաստանում իր նման մարդիկ շատ լինեն, եթե շատ լինեին, մեր Հայաստանի վիճակը ավելի լավ կլիներ, որտեվ ինքը իր ամբողջ էությունով բարի անձնավորություն է, որ միայն լավությունից բացի մարդկանց ոչ մեկին վատություն չի անում, ոչ մեկի սիրտը չի կոտրում, ոչ մեկին ոչ չի ասում, միայն ինքը լավություն եւ հույսով եմ, որ Աստված տեսնում է ամեն ինչը եւ մի բարի լույս կբացվի եւ իրա վրա եւ բոլորիս վրա։
Շատ լավ, երեք վստահ եմ տեսել եք կադրերը։ Հա, տեսել եմ ու շատ նեղվել եմ մեր Ծառուկյանի համար, մենք իրան պաշտում ենք, սիրում ենք, չենք ուզի, որ նման բան տեսնեին, իսկ կան, որ մարդասպաններ, ոնց որ Գյումրիում եղավ 7 հոգու մի ընտանիքում սպանեցին, բայց նման ձևով այդ տղային բան չարին, ոնց որ այդ նմանի մարդը, որ այդքան լավություններ անելով էլ նվերների ու բարեգործությունների մասին անսահմանափակ չեմ խոսում ու նման մարդու հետ նման ձևով վերաբերվեն ուղեղի մեջ ամեն րոպե ինքը մեր ուղեղի մեջ է, մենք շատ սիրում ենք իրան։ Շատ լավ։ Հիմա դուք ծրագրել եք, պլանավորել եք ինչ եք անելու։ Չգիտեք դեռ գործարան երբ կաշխատի, ինչ կարգավիճակով կաշխատի, որ աշխատանք եք քննելու, սպասելու եք։ Չէ, մենք պետք է սպասենք, տեսնենք ինչ անում, մենք իրա կողքին ենք, ինչ որ որոշումներ լինի, ինչ լինի, մենք իրա կողքին ենք, անգնալու ենք, մինչև վերջ միշտ իրա կողքին ենք ըննելու, մենք չենք դավաճանի։ Եթե այնպես ասի, հակասի ղեկավարություն քաղաքականոց ճանապարհով եք բնդակացել հետնասու, որ պետական ասի առացանքը։ Եթե խլեն Ծառուկյանից այս բիզնեսը կշարունակեք, արդեն որպես պետական կառույց։ Դե ես որպես պետական կառույց չգիտեմ ոնց կլինի, բայց պետական կառույցները չեմ կարծում, որ կվճարեն մեզ նենց, ոնց որ պարոն Ծառուկյանն է մեզ վճարել։ Իրա Այսինքն եթե խլվի, ես մտածում եմ շարունակի այստեղ աշխատել, ես ճիշտ եմ հասկանում, մեկնաբանում ձեր ասածը։ Աշխատանքի պահով ես չեմ հիմա ասում կաշխատեմ, թե չեմ աշխատի, ընթացքը ցույց կտա, բայց ես մտածում եմ, որ եթե պետական լինի, մենք նույն ձևով չենք վարձատրվի։ Ինչքան է դեր աշխատել։ 150,000։ Դուք գոհ եք։ Փակ հասու գոհ եմ։